Բարի երեկո սիրելի հայրենագիտներ, անգամ եւս կմիանանք ցեզի վերադարձած հետաքրով, որոնց նպատակն է օգտակար լալ Հայաստանի, մաս կազմել Հայաստանի կյանքին եւ մեր գարելի դնել, որ Հայաստանը լա ավելի զարգացած, թե տնտեսապես, թե քաղաքական, թե մշակութային, թե բոլոր մարզերու մեջ եւ մենք հբարդանանք, որ ահավասիկ մենք մեր լուման դրեցինք, մեր կարողությունը, մեր գիտությունը դրեցինք Հայաստանի զարգացման։ Այսօրվա իմ ծրագիրս պիտի լա քննարկումը Հայաստանի ընդհանուր հարցերու հետ կապված, թե որոնք են մեր խնդիրները եւ ինչ ձևով կգնանք մոդենալ այդ հարցերու լուծման համար։ Այդ ուղղությամբ իմ հյուրն է Հայաստանածին, սակայն այս 43 տարիներ հարավային Կալիֆոռնիա բնակ իրավաբան Տիգին Անջելա Պարսարյանը։ Բարի եկար Անջելա։ Ինձ համար մեծ հաճույք է ունենալ Անջելային իմ ծրագրից մեջ, որտեղ ես իրեն գժանշնամ տարիներ ի վեր։ Նա ավարտել է UCLA-ի համալսարանը, միջազգային քաղաքականություն ու իր իրավաբանական դոկտորան է ավարտել Southwestern համալսարանի մեջ։ 1973-ից նա ակտիվորեն մասնակցել է համայնքի դարբեր հայանպաստ գործունեություններում, նա գուսակցական չէ, սակայն ազգային քաղաքապարագիր է ունենալով անձնական ազգային քաղաքապարախոսություն, որոնց հետևանքում նա աջակցել է ու մասնակցություն բերել համայնքի քաղաքական ազգային նպատակներին։ Նա սերտ գաբեր է ունեցել ազգային հերոս Գուրգեն Յանիկյանի հետ 1970-ական թվականներից մինչև Գուրգեն Յանիկյանի մահը։ Մասնակցել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ժողովրդային շարժմանը իր ստեղծված օրվանից մինչ Մոնտեմելկոնյանի Հայաստան գնալը օգնել է աշխարհասփյուր հայ քաղաքական բանդարգալներին, բանակի քաղբանդարգալներին, հիմնել ու ղեկավարել է Մոնտեմելկոնյան հիմնադրամը Կալիֆոռնիայում 1995-ից մինչև 2009 թվականները, շոշափելի մարդասիրական օգնություն հասցնելով հայրենիք։ Ակտիվորեն իր քաղաքացիական մասնակցությունն է բերում Հայաստանի ժողովրդավարական, քաղաքապարախոսական ու ակտիվիզմի քաղաքապարի ձևավորման մեջ, արտնացնելով նրանց մեջ քաղաքացիական բարդականությունների ու իրավունքների հասկացողությունը ու մասնակցությունը։ Ամերիկահայ իրավաբան հայ եւ Հայաստանի քաղաքացի Անջելա Պարսարյան։ Ավասիկ ունենք այսպիսի անցմը իմ ծրագրից մեջ, ինձ համար մեծ բադիվ է եւ կկաչարեմ, որ ձեր մեջ լան այսպիսի անձեր եւ հիմա պիտի տեսնենք եւ պիտի քննարկենք իսկական այդ բոլոր հարցերը, որ մեզի այսօր կգաշկանտեն եւ այն ուրեմն մոդեցումները, որ պետք է ունենանք, որպեսզի ցերբազատվենք այդ մեր դգարություններեն եւ օգտվենք մեր կարողություններեն։ Այո Անջելա ջան, ուրեմն խոսքը գուզեմ քեզի դալ Ցեվոմը մեզի նախաբան մտուր Անջելան մոտ 4-5 շաբաթ կամ 6 շաբաթ Հայաստան էր նոր վերադարձավ եւ ավասիկ տամ լուրեր գտնանք ստանալ իր մեջ։ Այո Անջելա։ Շնորհակալություն։ Եթե հարցը իմ ճանապարհորդության մասին է Հայաստան, այս անցյալ ուրեմն ամիսների ընթացքում պետք է ասեմ, որ բավական տպավորված էի, որովհետև տեսա երիտասարդություն, որոնք ակտիվացել են, հասկանում են իրենց քաղաքացիական պարտականությունները, ժողովրդին նիցուկ կանգնելու եւ արտնացում կա ընդհանուր առմամբ։ Ես կարծում եմ հատկապես, որովհետև ինտերնետը կա, Facebook-ը կա, Հայաստանի ժողովրդի մտավորականության բուրն մեծամասնությունը այսօր օգտվում է Facebook-ով, ինտերնետով, եւ ունենք շատ արթուն համասարանի ուսանողներ, որոնք ջիկ չեն թափում իրենց լումանը բերելու
նոր համակարգ, նոր իշխանություններ ձևավորելու նպատակների համար։ Շատ տպավորված էի, շատ ուրախ եմ, որ մեր երիտասարդությունը ոտքի է կանգնել, հասկանում է, որ այսպես շարունակել պարզապես հնարավոր չի եւ ճիշտ չի։ Մեր երկիրը այսօր շատ վտանգավոր, ուրեմն ալիքների վրա է գտնվում եւ պետք է լուրջ փոփոխություններ մտցնենք, որպեսզի կարողանանք կասեցնել այս անկումը։ Եվ ընդհանուր առմամբ ճանապարհորդեցինք Արցախ եւ մնացինք Շուշի, գնացինք Մարտունի, Ֆիզուլի, Ագդամ, գնացինք Կապան, Լորի, ամենտեղ ճանապարհորդեցինք Ստեփանավան եւ կարող եմ ասել, որ կային եւ դրական եւ բացասական, ուրեմն իրականություններ, պատկերներ, սակայն եթե խնդիր կա, մեր ազգոնի խնդիրներ, ազգային խնդիրներ, ապա մենք ունենք նաև լուծումներ։ Այդպիսի խնդիր չկա մեր առջև, որ մենք չկարողանանք լուծել։ Պարզապես մենք պետք է որ հասկանանք, որ այս խնդիրների լուծումը հենց մենք ենք։ Մենք պետք է մեր մեջ տեսնանք այս լուծումները։ Եվ եթե մենք հասկացանք, որ մեր ձեռքերում, մեր հոգու մեջ հսկայական պոտենցիալ կա, մեր գաղափարախոսության մեջ, որպեսզի շտկենք եւ ուղենք այս սխալ իրականությունը, այս դժվարությունները, այս խնդիրները, ապա մենք կարողանանք ոտքի կանգնել։ Պատճառ չկա, որ մենք որևէ երկրից մենք վախենանք, լինի Ադրբեջան, լինի Ռուսաստան, լինի Վրաստան, լինի որևէ այլ երկիր, որովհետև վախը միակ պատճառն է, որ հայը կարող է ետ մնալ իր նպատակներից, ազգային նպատակներից։ Մենք պետք է լինենք լրիվ անվախ եւ պետք է տեսնենք մեր մեջ այդ լուծումները։ Այո, ուրեմն գրնանք ծևում նայել թե որոնք են այդ հիմնական պատճառները, որոնք այսօր պետք է մենք սպիրկը եւ հայրենիքը միասնաբար իբրև անց, իբրև գազագերբություն, որոնք են այդ հիմնական հարցերը, որոնք պետք է նախ հասկանանք որոնք են եւ ապա անոնց լուծումի մասին մտածենք։ Ես անձնապես հավատում եմ, որ մոտավորապես 2000 տարի է, որ հայ ժողովուրդը, հայ ցեղը, հայ ազգը չի կարողացել իր ազգային ցեղի նպատակասլաց ուրեմն կազմավորվի։ Եթե հիշում եք, երբ որ Հայաստանը ընդունեց քրիստոնեությունը, նախքան քրիստոնյա միսիոներները եկան, մեծ ցեղասպանություն տեղի ունեցավ։ Նրանք ջախջախեցին բոլոր հեթանոսական մշակույթը, ուրեմն հեթանոսական տաճարները եւ ստեղծեցին մի նոր մշակույթ։ Հայը լրիվ փոխվեց, հայի կերպարը, հայի ցեղի գենետիկ այդ կարողությունները մտային, հոգեվոր լրիվ փոխվեցին։ Եվ այդ թվականներից ի վեր, եթե ուզում եք իմ անձնական կարծիքը, ապա հայը կորցրեց իր պատկանելիությունը եւ անշուշտ դրանից հետո եղան ամեն տեսակի տարբեր ազգերի արշավները Հայաստան, հայ ժողովուրդը մնաց թուրքական լծի տակ ավելի քան 700 տարի, դրանից հետո ցեղասպանություն, հետո սովետական հասարակարգեր, արտագաղթեր, ամեն տեսակի ջարդ եւ կոտորած եւ մեր ազգը հայությունը չկարողացավ իմի գալ եւ գտնել իր էությունը, իր արմատական ազգային ցեղային էությունը։ Սակայն նորից, եթե խնդիր կա, լուծում կա։ Հիմա կարող եք հարցնել, ինչ է լուծումը ներկան, առանց գնալու պատմականին, որտեղ պատմականի մասին չեմ ուզում խոսել, ես ուզում եմ խոսել այսօրվա մասին, ինչ կարող ենք անել։ Սփյուռք հայրենիք։ Գիտենք, որ Սփյուռքում ապրում են ավելի շատ հայեր, գոնե երևի 10 անգամ ավել, քան թե Հայաստանում։ Ուստի մենք ունենք հսկայական սփյուռք։ Սակայն սփյուռքը, եթե նույնիսկ վերցնենք 1915-ի ցեղասպանությունից հետո, երբևիցե նպատակ չդրեց այս հայ ժողովրդի, հայ ցեղի պատկանելիության խնդիրը։
Խոսեցինք հայապահպանման մասին։ Հայապահպանումը Սփյուռքում սահմանափակվեց եկեղեցիներ կառուցելով մի երկու դպրոցներ այստեղ այնտեղ մշակութային կենտրոններ շինեցին, բայց դրանով չէր կարող որոշվել պատկանելիության հայ ցեղի, հայ ժողովրդի պատկանելիության խնդիրը։ Դրա համար պետք էր շատ լուրջ մտավորական գիտակցական ուրեմն նպատակասլաց ծրագիր, որտեղ հայը պետք է որ ունենար ուրեմն այն առիթը, որ եթե Սփյուռքում էր ծնվել, Ֆրանսիայում, Ամերիկայում, ուր որ այ նա իր հպատակության հետ միասին պահպաներ իր հայկական ուրեմն պատկանելիությունը։ Անկախ նրանից, թե ինչ պատահեց սովետական Հայաստանին կամ մեր փոքրիկ Հայաստանին, նա պետք է որ իր նիցուկը, իր կապը պահեր այդ փոքրիկ հողի հետ, այդ պետության հետ։ Իշխանությունները կարող են գալ, կարող են գնալ, բայց պետությունը հիմնական է։ Եթե կա Հայաստանի պետություն, մենք այդ պետության պետք է պատկանենք։ Այսօր Միացյալ Նահանգների State Department-ը ուզում եք վերցրեք բոլոր հրյաները ունեն եւ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ուրեմն քաղաքացիություն։ Ինչու մենք ամերիկահայերս օրինակի համար չենք օգտվում այդ երկքաղաքացիությունից։ Ես օրինակի համար Հայաստանի քաղաքացի եմ, պետք է ամեն մի հայ, որտեղից որ գալիս է Միացյալ Նահանգներ, նա անպայման պետք է ձգտի ունենալ Հայաստանի քաղաքացիություն, որովհետև այդ պատկանելիությունը երեխային տալիս է պարտականություն քաղաքացիական եւ տալիս է նրան ճանապարհ, թե նա ուր է գնալու, լեզուն պետք է սովորի եւ իր պարտականությունները պետք է անի մեր հայ ժողովրդի եւ երկրի համար։ Եվ եթե սա անենք, ես կարծում եմ, որ բավականին առաջընթաց կլինի մեր ժողովրդի կենտրոնացման ու նպատակասլաց իր ուր է գնալու որպես մարդ, որպես ազգություն։ Եվ երկրորդ մեկ խոսքով ցեվում մենք պետք է մտածենք Հայաստանի մասին, ապրենք նաև Հայաստանով, որ երկրի մեջ որ գաբրինք, մեր ամենօրյա կյանքի մեջ, ինչպես կարելի է Հայաստանը մտցնել մեր ամենօրյա կյանքի մեջ։ Շատ ճիշտ։ Եվ բացի դրանից, հիշենք, որ սովետական ժամանակներում 3 կուսակցություններ կային Սփյուռքում, որ բավական զորավոր գաղափարախոսություններ ունեին եւ տարբեր, ասենք, քաղաքացիական գործունեություններ, որոնք իրականության մեջ չկարողացան իմի բերել հայ ժողովուրդը դեպի Հայաստան, դեպի հայոց պետականություն։ Օրինակի համար չեմ ուզում քննադատած լինել, նպատակս քննադատել չէ, այլ կառուցել է, այլ ճանապարհ ցույց տալը։ Այսօր Սփյուռքի որևէ հայ, եթե դաշնակցական է, շատ լավ է։ Թող դաշնակցությունը շատ ավելի շատ հայեր մտցնի իր կուսակցության մեջ, որտեղ այդ պատկանելիությունը որևէ կուսակցության, լինի ռամկավարներին կամ հնչակների մնացածին, այդ պատկանելիությունը շատ կարևոր է հայ երեխայի համար, իր նիցուկը տալը, իր մասնակցությունը տալը ազգային հարցերի որոշման։ Եվ եթե քաղաքացին միանում է այս կուսակցությունը եւ պետք է միանա, ապա պետք է որ ակնկալի, որ իր կուսակցությունը ճիշտ ճանապարհ վերցնի դեպի իր պետությունը, դեպի մեր հողը, մեր Հայաստանը։ Եթե իր կուսակցության ղեկավարությունը սխալ բաներ են քարոզում, սխալ գործունեության մեջ են գտնվում, եթե առևտուրի են վերածել կուսակցությունը, ապա նրանք պետք է որ շտկեն այդ սխալները։ Պարտականությունը մնում է դաշնակցական շարքայիններին, ռամկավար շարքայիններին, հնչակյան շարքայիններին։ Սակայն այնպես ստացվեց, որ Սփյուռքի այս կուսակցությունների ղեկավարությունը ինչպես թելադրեցին, շարքայինները այնպես էլ հետևեցին։ Եվ ահավասիկ 100 տարի է Սփյուռքում այս կուսակցությունները, եթե հարաբերական տոկոսով, եթե մենք չափենք եւ հասկանանք, որ նրանք իրականության մեջ հսկայական նահանջ են կատարել, տոկոսային հարաբերության մեջ խոսում,
ապա կհասկանանք, որ նրանք շատ մեծ սխալներ են գործել ի սկզբանե, ցեղասպանությունից հետո։ Կարող եմ թվել սխալները, որ օրինակի համար Դաշնակցությունը, քանի որ սոցիալիստական համակարգը չէր հարգում, ուստի դաշնակցականները նույնիսկ Հայաստան չէին գնում, չէ՞։ Նույնիսկ երբ որ երկրաշարժ եղավ, հայ հեղափոխական դաշնակցությունը բյուրոն որոշեց, որ սովետական Հայաստանին պետք չէ օգնեն, որովհետև Ռուսաստանի ճակերտների մեջ պիտի գնար իրենց օգնությունը։ Պետք է կարողանար կուսակցությունը զանազանել պետությունը իշխանությունից, պետք է զանազանել ժողովուրդը իշխանությունից եւ պետք է որ անպայման հայ ժողովրդին իրենց շարքերի մեջ կամ շարքերից դուրս կապեին Հայաստանի հողի հետ։ Եվ եթե հնարավոր լիներ այնպիսի մեծանային եւ իրենց շարքերը չմնային այնպես որ կան, մարդիկ չլքեին իրենց շարքերը, որտեղ տեսնում էին սխալները։ Ուրեմն պետք է որ այս կուսակցությունները կարողանային Հայաստանի հետ կապեին իրենց շարքայինների, ուրեմն քաղաքացիական պարտականությունները, իրավունքները եւ չթողեինք որ մեր Հայաստանը հավասիկ ազատ անկախ դարձավ եւ ինքնահոսի է վերածվել եւ անարխիայի է վերածվել, որովհետեւ Սփյուռքը չի կարողանում հայոց իշխանությանը որևէ մի ձևով ազդի։ Այսօրվա օրով իրականությունը նա է, որ կուսակցությունները Հայաստանի իշխանությանը միայն կարող են նպաստ տալ, բայց իշխանության գործունեության վրա ընդհանրապես չեն կարողանում ազդել։ Իշխանությունը ինչքան ուզում է կոռուպտացված է, ինչքան ուզում է կողոպտում է ժողովրդին եւ չի հասցնում այն նպաստները, որ տրամադրվում են հայ ժողովրդի համար։ Այսօր Հայաստանում գիտենք, որ բանկերը 21% են վերցնում, եթե պարկ պիտի վերցնես, 21%-ով հայ քաղաքացին, գյուղացին, աշխատավորը կարող է տուն առնել, կարող է ընտանիք կազմել, կարող է ապրել։ Սա բացարձակապես աբսուրդ է։ Հնարավոր բաց է, երբ որ երիտասարդը չի կարող պսակվել, որովհետև չկա այդ նյութական օժանդակությունը չկա, ապա նրանք լքում են երկիրը։ Եթե Սփյուռքը կարողանար իր, ասենք, համագործակցությունը լիներ ժողովրդի հետ, քան թե կոռուպտացիա իշխանության հետ, եթե պայմաններ դրեր իշխանությանը, որ մենք ձեզ կօգնենք, եթե Եվ օգնելն էլ պետք է լինի բոլոր պայմանավորված ժողովրդի համար եւ պետք է ունենա Սփյուռքը հետազոտելու եւ իր դրամին իր նիցուկը կանգնի, տերը կանգնի։ Եվ խոսքս գնում է հայ բարեգործական միության նիցուկին, այն դրամները, որ գնում են Հայաստանի հիմնադրամին, խոսքս գնում է նաեւ Armenian Assembly-ին, հայկական համագումարին, բոլոր կուսակցություններին, կազմակերպություններին, որ դրամ են ուղարկում Հայաստան, պետք է իշխանությանը չուղարկեն եւ պետք է ընդհանրապես կտրեն իրենց հարաբերությունը այս կոռուպտացված իշխանության հետ, ընդհանրապես դրամը եւ նիցուկը պետք է լինի ուղղակի ժողովրդին, որպեսզի կարողանանք ժողովրդին պահել հողի վրա։ Մի փոքրիկ օրինակ կարող եմ բերել, որ Մոնտեմեկոյան հաստատությունը ժամանակին, երբ որ կարողանում ենք գյուղացիներին կամ գյուղերում ժողովրդին կովեր էինք մենք բաժանում, կով էինք գնում եւ կով էինք, ինչու համար, որտեւ կովը պահում էր մարդուն իր հողի վրա, կաթ էր տալիս, պանիր եւ այլն։ Մի չնչին նիցուկ էր, ինչքան որ սահմանափակ կարողանում ենք, բայց բոլոր նպաստները պետք է գնային ուղակի ժողովրդին պահելու իրեն հողերի վրա։ Այսօր գնում են գյուղեր, գիտեք արդեն, չխոսեմ խնդիրները, որ արտագաղթը ինչպիսի ազդեցություն է թողել գյուղերում, քաղաքներում եւ այլն, դպրոցները ամայացած են եւ այլն։ Պետք է ընդունենք մեր սխալ ծրագրերը։ Նույնիսկ եթե այս 100 տարվա մեր քաղաքականությունը, մեր կուսակցությունների, մեր բարեգործական միությունների, հայկական հիմնադրամի, Armenian Assembly-ի համագումարի պետք է ընդունենք սխալները։
պետք է հասկանանք ինչ է կատարում, եթե անդամներ եք այս կուսակցություններին, այս բարեգործական միություններին, ապա պետք է դուք թելադրեք ձեր կամքը, որ ինչ որ նրանք անում են, ապա սխալ են անում, որովհետև իշխանության հետ, այս կոռուպտացված իշխանության հետ իրենք համագործակցում են եւ դրամները չեն հասնում նպատակին, ժողովուրդը արտագաղթում է։ Շատ պարզ է այս պատկերը եւ այս պարտականությունները, այս լուծումները մենք պետք է տեսնենք եւ պարզ քաղաքացիներս մենք պետք է որ մտնենք այս կուսակցությունների մեջ, մտնենք այս կազմակերպությունների մեջ եւ թելադրենք, որ այսպես չեք կարող շարունակել։ Եթե ես դրամ եմ տալիս հայ բարեգործական ընդհանուր միության, պահանջում եմ, որ ընդհանրապես կտրեք ձեր կապերը Հայաստանի իշխանության հետ։ Միայն ու միայն անկախ ժողովրդին տարբեր ծրագրերով նիցուկ կանգնեք, որպեսզի ժողովուրդը կարողանա ապրել իր հողի վրա։ Ուրեմն խոսեցինք երկու գաղափարների մասին։ Մեկը պատկանելություն, որ սփյուռքահայությունը պետք է պատկանի, եթե ցանկանում են կուսակցությունների, եթե ցանկանում են Հայաստանի պետությանը, կարող են երկհաղաքացիության պատկանելություն ունեն, բայց անպայման պետք է մենք միանանք, հայը պետք է ունենա պատկանելություն, որտեվ այսպես պարակտված ապրելը առանձին ընտանիք եւ ոչ մի պատասխանատվություն չկրելը դա այսինքն տանում է այս ժողովրդի այս ազգի ոչնչացմանը միայն անշուշտ գնահատելի է որ հայ ընտանիքների սփյուռքի օգնում են իրենց բարեկամներին եւ այլն դա շատ կարեւոր է բայց դա երկար ազգային ծրագիր չի կարող լինել, որովհետև նա սփյուռքահայը պետք է նաև ինք իրեն պաշտպանի, ինք իրեն պետք է հայ պահի, ինք իրեն ապագայի մասին պետք է մտածի։ Միակ ձևը, որ սփյուռքահայը կարող է ուրեմն մտածել եւ գործնական քայլեր վերցնել իր ապագայի համար, դա պատկանելիության հարցն է։ Ու ինչպես ասեցի, տարբեր ձևերը կան։ Որևէ հայ պիտի դուրս չմնա հայ կուսակցություններից լինի, հայ դպրոցից լինի, Հայաստանի մեր պետությունից։ Դուրս պետք է չմնա։ Եթե դուրս մնաց, նշանակում է նա հայ չի կարող լինի։ Այսինքն մարդ է բնականաբար, բայց պետք է անպայման պատկանելություն ունենա, որպեսզի նա զգա իր պարտականությունը եւ իր իրավունքները։ Եվ սրանք լուծումներ են, սրանք կոնկրետ լուծումներ են մեր այսօրվա իրավիճակի, որովհետև հայությունը Սիբիրներում, Ռուսաստաններում, Սովետական միության մնացած հանրապետություններում աշխարհով ցրիվ, այսինքն համայնք առ համայնք միայն պարահանդես կամ չալաղաճ ուտելով հայ չես կարող լինել, սա աբսուրդ է, կամ տարին մեկ անգամ մի քանի կոպեկ դրամ տալով դու հայ չես, եթե նույնիսկ ասենք հայերեն չգիտես դա ոչինչ, բայց եթե պատկանելություն ունենաս, արդեն կզգաս քո պարտականությունները, կզգաս, որ ինչ կարող ես անել եւ ինչի իրավունք ունես։ Այս երկու խնդիրները կան, որ մենք սփյուռքահայերս պետք է որ շատ լրջորեն ուրեմն ծրագրենք։ Եթե մինչև հիմա մենք չենք ծրագրել եւ հայապահպանումը լոգ եղել է այստեղ եկեղեցի կառուցենք, այստեղ մեկ հատ դպրոց կառուցենք, այստեղ հայ բարեգործական ընդհանուր միությանը դրամ տանք, որպեսզի Հայաստանի իշխանությանը դրամ տան եւ մինչեւ հասնում է այդ դրամը ժողովրդին ոչնչանում է։ Եվ պատկերացրեք 100 տարի մեկ հատ մտածենք ուր ենք հասել այդ ցեղասպանությունից հետո։ Էլ չգնանք հին պատմությունները, միայն մտածենք, թե որքան լուրջ սխալներ ենք արել, մեր կուսակցության ղեկավարությունը, մեր իշխանությունները, մեր ղեկավարությունը, որ հիմա Հայաստանում անարխիա է, Սփյուռքում էլ կուսակցություններից ամեն մարդ փախնում է, կազմակերպություններից փախնում են, որտեղ բիզնեսի է վերածված, որովհետև հային չի տալիս այն հոգևոր սնունդը, այն պարտականություններն ու իրավունքները, որ ձգի հային նրան, այն ազնվությունը, այն հոգևոր սնունդը չի տալիս հայ ժողովրդին, որպեսզի մարդիկ ձգտեն, որ պատկանեն այդ կուսակցություններին, ձգտեն, որ պատկանեն Հայաստանի պետությանը։ Լուրջ քարոզչություն պետք է արվի, լուրջ գիտակցության պետք է գանք,
որ միակ ձևը որպես ազգ, որպես հայ գոյատևելու դա պատկանելության խնդիրը լուծելն է։ Եթե մենք կարողացանք պատկանել մեր Հայաստանի պետությանը, պատկերացրեք աշխարհի ամեն կողմից սփյուռքահայերը, ապա մեր պետությունը կունենա ոչ թե 2 միլիոն քաղաքացի այսօրվա, այլ կարող է նույնիսկ ունենալ, ասենք 15, 10, 20, չգիտենք։ Բայց այսինքն հնարավոր է, լուծումներ կան սրան։ Եվ եթե 20 միլիոնանոց դու պետություն ունենաս, ապա քեզ հետ տարբեր կխոսեն աշխարհի երկրներ։ Ուր է 2 միլիոնանոց պետություն ունենաս, ուր է 20 միլիոնանոց պետություն ունենաս։ Եվ մենք սա կարող ենք անել, անում են ուրիշ ժողովուրդներ, գիտենք արդեն ում մասին է խոսքը։ Ինչպես կտեսնենք, Թուրքիան եւ Ադրբեջանը արդեն միասնական բանակ գազմելու մասին աշխատին, քարյուղի ջամփաները ուրեմն Հայաստան են չանցնիր եւ Վրաստան են գանցնին եւ հստակ տնտեսական քաղաքական ծրագիրներ ունին եւ մենք այդպիսի ծրագիրներ հստակ ծրագիրներ, որ միացնի սփյուռք եւ հայրենիքը, ադիգա չենք տեսնել եւ ցեզի բես եւ ուրիշների նման ունենք մարդիկ, որոնք գսկան այդ իրականությունը եւ ուրեմն այս բոլորը նկատի ունենալով ինչ բաներ կարելի է անել այսօր Հայաստանի մեջ մեր հեռուստադիտողները եւ իրենց զավակները, տորնիկները ուրեմն ինչպես ասիկ ուրեմն քաղաքացիություն ստանալու տեսակետով հիմնական կարևոր տերմին է։ Ես օրինակ քաղաքացիություն ստացած չեմ, բայց ես ինքս կսկամ հայաստանցի եւ իմ ամենօրյա իմ գաբերս եւ նյութական օգնությունը գուդամ Հայաստանի դարբեր ծրագիրներու մեջ եւ ահավասիկ այդ ծևով ես ավելի հայ կսկամ եւ երբ որ կգնանամ գիշերը կմտածեմ որ նայ ես ասինչ բան արի որտեւ իմ կարողությունս ես կուզեմ օգտագործել Հայաստանի համար իմ կարողությունս նաեւ օգտագործեմ սփյուռքի համար իմ բիզնեսից միջոցով ուրեմն ամեն մեկը մեր կարողությունները շատ են մենք այսօր սփյուռքի մեջ ունենք շատ զորավոր պոտենցիալ եւ գա այդ գաբերը Հայաստանի մեջ հետ սակայն այդ գաբերը ես այնպես կտեսնեմ որ մենք ավելի ուղղված ենք մշակութային գաբեր ստեղծելու արիդուն ծրագիրը ուր 1000 բադանիներ գողարգվին կամ Հայաստանի որպանոցներու նյութական օժանդակություն գտանք եւ այլն, սակայն մենք տնտեսական մասը, որ անոր անչափ կարևորություն չենք տար, որոնց միջոցով հայ գյուղացին կգնա մնալ իր օգին վրա, մենք կգնանք փոխանակ 21 վարգով տրամարներու բանկաներեն, մենք կգնանք բանկամը ստեղծել, որ 500-ով լա օրինակ։ Եվ ավասիկ Ադիգա մենք նեցուկ կանտնենք ժողովրդին եւ ժողովուրդը գսկա որ իր հետեւ գրնա գմարտ կա որ իրմով հետաքրքրված է ասիա գնամանի ընտանիքիմը որուն մեջը գտեսնե մանուկը կամ զավակը գտեսնե որ հայրը եւ մայրը իրմով հետաքրքրված չեն եթե գսետու ինձ մով հետաքրքրված չես ես ակեզմով հետաքրքրված չեմ եւ հետեւաբար գտող է գերտա ես կուզեմ մեկ երկու դեսայրներ շուշալ որոնք ծևում Հայաստանի իշխանություններու հետ կապված կամ երկրի խնդիրներու հետ կապված ինք պրոբլեմներ դեսայրիզմն է դիտենք միասին եւ կմիանանք ատկե հետ շնորհակալություն մենք ստեղծել ենք Զապարոժից պետություն Եվ այդ Զապարոժիցից պետքա հրաժարվել։ Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանի գնահատմամբ Հայաստանի ընտրած կառավարման հենց այդ համակարգն է պատճառը, որ էական փոփոխություններ մեր կյանքում տեղի չեն ունենում։ Վարորդին փոխեք, կարբյուրատոր փոխեք, ակեր փոխեք,
Զապարոժիցը չի դառնա լիարժեք մեքենա։ Ընտրության միջոցով համակարգային փոփոխությունները եւս նահավանական չի համարում, քանի դեռ չկա կառավարման տվյալ համակարգին արժանի չլինելու հասարակական գիտակցությունը։ Մենք ունենք խնդիր, ով է ընտրում եւ ում է ընտրում։ Խնդիրը համակարգն է, թե կառավարիչները, մեկնաբանում են Հայաստանի քաղաքացիները։ Հրաժարականով հարց չի լուծում։ Հարցը սիստեմի մեջ է, համակարգի։ Ես կարծում եմ, սա անբարո համակարգ է։ Մեր երազած կապիտալիզմն է, ինչ համակարգ փոխել։ Այսօրվա լուբոյ պաշտոնյան չի աշխատում։ Նստած իր պաշտոնի իր աթոռի վրա, այս ժողովրդին քերթում է։ Որպեսզի ինչ-որ բան այս երկրում փոխվի, մի հոգու հրաժարականով չի լինի։ Իսկում ամբողջ համակարգը պետք է հրաժարական տա։ Արդյոք փոքր շրջափակված եւ էներգետիկ ռեսուրսներով աղքատ Հայաստանում հնարավոր են տնտեսական կտրուկ փոփոխություններ։ Մեր ազգային հարստության վերաբերյալ Հարություն Մեսրոպյանն այլ տեսակետ ունի։ Միայն Հայաստանի ընդերքը գնահատվում է մի քանի տրիլիոն դոլար։ Ես ես ավելին ասեմ, հայ ազգի պատկանող աշխարհում ունեցվածքը, լինի դա գումարները, անշարժ գույքը, արժեթղթերը եւ այլն, ամեն շարժական գույքը նույնպես գնահատվում է մի քանի տրիլիոն դոլար։ Իսկ ինչ նախանգարում մեզ տնտեսապես զարգանալ եւ բարեկեցիկ ապրել։ Դժբախտաբար մենք ճորտի հոգեբանությունը մեր մեջ կրում ենք, որը հնարավորություն մեզ չի տալիս պայքարել այն գաղութացված վիճակին, որին մենք գտնվում ենք։ Իդեմս Սարդարապատ եւ նախախորհրդարան նախաձեռնությունների պարոն Մեսրոպյանը տեսնում է հենց այն ուժերին, ովքեր այսօր փորձում են հասարակության մտածելակերպը փոխել։ Կառավարման գործող համակարգին զուգահեռ նոր համակարգի ձևավորումը նա համարում է սկսված, բայց դրա զարգացման համար դեռ երկար ժամանակ է պետք։ Իսկ մինչ այդ կառավարման փորձագետի գնահատականներն այնքան էլ հուսադրող չեն։ Հայաստանը ամենաշուտը մինչև 2014 թվականի աշունը, իսկ ամենաուշը մինչև 2016 թվականի աշունը ընկնելու է վտանգավոր տատանումների մեջ։ Փողը նորից ինքիրան վերարտադրումը կեղտոտ փողեր։ Ինքիրան տասնապատիկ, հարյուրապատիկ անգամ շատ նորից վերարտադրվում է։ Սա մենք հստակ պետք է հասկանանք եւ ֆիքսենք։ Հենց իշխանության են եկել, նրանք կործանվել են, նրանք փչացել են։ Այսինքն, իմ խոսքը կայանում է նրանում, որ համակարգը պետք է փոխել, սկսել օրենսդրական հարթեցման եւ ուղղորդման ճանապարհներից եւ կցել այս գործին գիտակից ակտիվ երիտասարդությանը, սա է մեր քայլերը։ Փոխել նշանակում է մրցակցության պաշտպանությունից անցնել հակամենաշնորհային օրենսդրության։ Այսինքն, ցանկացած ոլորտում, եթե կա որոշակի գերակշիռ դիրք, տվյալ ոլորտը մենք մասնատում ենք կամ վերացնում։ Մասնատման process-ը կարա լինի այս պարագայում կամ ֆիկտիվ, այսինքն նույն մենաշնորհ դիրք ունեցողը 5 ֆիրմա է ստեղծում եւ կատարում է նույն գործողությունները։ Այսինքն եւ առաջանմա խնդիր ապացուցելու արդյոք դա նա է թե չէ։ Չի կարելի դնել, ասենք, որ ազատամարտիկները զբաղվում են իրան սոցիալական հարցերով։ Մեզ հետաքրքրում է ազգի սոցիալական հարցը։ Մեզ հետաքրքրում է ազգի արտագաղթի պատճառը։ Ազգը պետք է ուրեմն իր կարևորագույն հարցերը թողած, դրուք ազգային ժողովը որոշում է կայացնում, ես իմ այն անունի գենդերային օրենքների մասին, ուրեմն բոլոր եղածը դեռևս քիչ էր։ Ուրեմն սաղ պարերը պարանք, մնաց արի սնբուլ է։ Մեր թշնամիները բոլորը զինվում են, սպասում այն օրվան, որ նորից Աստված ոչ արարծե մեր երկրում լուծվի իրենց ցանկությունները։ Եվ այսօր շատ-շատերը մեր մտավորականությունից սկսած իշխանությունները ինչ որտեղ իրենց նախճիրներում, խրախճանքներում երևի մոռացել են այդ մասին։ Եվ ժողովուրդը պետք է իրազեկվի, որ իր միասնությամբ իր հարցերը լուծի։ Մենք նույնիսկ չենք էլ հավատում այս կառավարությանը, այս իշխանություններին, որ մեր հարցերը կարող են այդպես լուծել, ինչպես ընդունված է ուրիշ պետություններում։ Այո, ուրեմն
Ես ամենից կտեսնեմ, թե ժողովուրդ ուրեմն իշխանությունները կազմակերպված են, բայց ժողովուրդը կազմակերպված չէ, որ իր պահանջները կարողանա զորավոր կերպով ներկայացնել։ Ուրեմն լավ է, որ ունենք այսօր շարժումներ, որոնք անկախ կերպով, ազատ կերպով, անկեղծ կերպով այդ ուղղությամբ կաշխատին, սակայն այդ ուժերը պետք է ավելի կազմակերպվին եւ զորանան։ Ինչ ապակա կտեսնեք եւ ինչ արագությամբ պետք է որ մենք ներքնաբես փոխվենք թե սպիրկի թե հայրենիքի մեջ, որովհետեւ մենք կարողանանք մենք ամենաբարձ հարցերը լուծել եւ վերջո ապակայի հանդեպ հույս ունենանք եւ արտակախտը գեցնենք։ Հիմնականը այս բոլորի միացյալ բանն է եւ մենք յուրաքանչյուրս պետք է այդ ուղղությամբ մեր բարտականությունը ունենք, որտեղ եթե մենք չանենք այսօր, մենք արդեն վաղը ուշ է, արդեն ուշացած ենք։ Ինչ բան կուզեք ասել այդ ուղղությամբ։ Գիտեք, ամենակարևորը, որպեսզի լուծումներ գտնենք արտագաղթին, պետք է որ քողազրկենք կեղծիքները։ Հատկապես Հայաստանի իշխանության կեղծիքները։ Օրինակի համար Արի տուն ծրագիրը, եթե ինձ հարցնեք, դա եղածով կեղծիք է։ Այնտեղ չկա իրական քայլեր սփյուռքահային հայրենիք տանելու համար։ Որպեսզի ներգաղթ լինի Հայաստան, այդ Արիտուն ծրագիրը, ինչպես մի քիչ առաջ խոսում էի, նախ պետք է որ սփյուռքահայերին, հատկապես նրանք, որ իրոք ցկտում են Հայաստան գնալ, օրինակ Սուրիահայերը, նրանք, որոնք 3-րդ, 4-րդ աշխարհամասերում են ապրում, լինի Լատին Ամերիկա, արաբական երկրներ եւ այլն, որ ցկտում են Հայաստան գնալ, նրանց պետք է ապահովել քաղաքացիություն, պետք է դյուրացնել քաղաքացիությունը։ Հայաստանի իշխանությունը պետք է որ նրանց գործով, նրանց տներով ամեն ինչով ապահովի, Արիտունը խոսքով չի լինում։ Նրանց պետք է որ դա այն բոլոր հնարավորությունը, որ մարդը կարողանա ոչ միայն գոյատևի, այլ ընտանիք պահի։ Այսօր Հայաստանի քաղաքացին չունի գործ, ուր մնաց որ սփյուռքահային նրանք գործ պիտի ապահովեն։ Այսինքն պետք է այս կեղծիքները, որ իբր թե Հայաստանի իշխանությունը ինչ որ հայանպաստ, ինչ որ գործեր է անում, ինչ որ սփյուռքահայերին հայրենիք է կանչում, պետք է որ մենք հասկանանք, որ սուտ է սրանք։ Իրական հիմքեր չկան այստեղ։ Եթե հիշում եք օդանավի տոմսակների արժեքները, որ սուրիահայերին կանչում էին Հայաստան, որքան բարձր են, հիմա օրինակի համար, եթե ցանկանում են սփյուռքահայերը գնան Հայաստան, ապա նայեցեք թե որքան թանկ են այս օդանավային տոմսակները։ Okay, երբ որ ասում են Արիտուն, նշանակում է, որ նրանք ամեն պայմաններ պետք է ստեղծեն, որ սփյուռքահայի համար հեշտ լինի։ Նրանց պետք է որ ամեն տեսակ եկամուտներ ապահովել, գոնե սկզբնական մի 6 ամիս, գոնե իրենց գործով։ Ոչ մի նման ծրագիր չկա, միայն խոսք է, Արիտուն, թե ում են խափում մարդ չի հասկանում։ Նույնը եւ կարող եմ ասել, ասենք մնացած ծրագիրները, որ տեղի են ունենում Հայաստանում, լինի, ասենք գյուղատնտեսության մեջ, արդյունաբերության մեջ։ Հայաստանում ուտելիքի պակաս չկա։ Փառք Տիրոջ գյուղացին ցանում է եւ կան պտղատու ծառեր, բանջարեղեն, միս, ամեն ինչ կա։ Սակայն շատ թանկ է։ Ժողովուրդը չի կարողանում գնել իրեն պետք եղած միսը, կատնամթերքը եւ մնացած պետքերը։ Ինչու? Որովհետեւ ջուրը թանկ է, էլեկտրականությունը թանկ է, ճանապարհները պարզապես հասանելի չի գյուղացուն եւ շատ դժվար են, շատ թանկ են նստում, գազը, բենզինը եւ այլն եւ գյուղացին իրեն բերքը հասունացնում է, նա չի կարողանում ծախել այնպիսի գներով, որ կարողանա ինք իր երեխային դպրոց ուղարկի, կրթության տա, բժշկական իր հոգսերը եւ վճարի այդ գազը, էլեկտրականությունը, ջուրը, որ իրոք շատ թանկ է։ Իսկ Հայաստանում գիտենք, որ որքան ջուր կա։ Ու այսօրվա օրով Հայաստանի իշխանությունները այնպիսի գներ են դրել ջրի վրա, էլեկտրականության մնացած ուրեմն կենցաղային պայմանների վրա, պարզապես ստիպում են հայ գյուղացուն ու քաղաքացուն, որ լքի իր երկիրը։ Սրանք ամբողջ պետք է քողազրկենք եւ իրականությունը պետք է որ ներկայացնենք եւ իրենց երեսներին շպրտենք։
այստեղ ես հայրենասիրություն չեմ տեսնում, այստեղ երկիր կառուցելու ծրագիրներ չեմ տեսնում։ Իրենք իրենց ներքին քաղաքացիներին, գյուղացիներին չեն կարողանում հոգ տանել։ Հոգ տանել նշանակում է ուրեմն ձրի ջուր տալ, համարյա ձրի էլեկտրականություն եւ որպեսզի գյուղացին կարողանա իր բերքի ծախած դրամով իր երեխային հոգ տանի, իր երեխան կարողանա ընտանիք կազմի։ Չնչին գումարներ են սրանք համեմատած այն ծախսերին, որ գյուղացին ու քաղաքացին ունեն, ապրելու համար պարզապես։ Այսինքն ժողովրդին կմիանան իբրև բիզնեսի բամը, այսինքն գարդես անձանոտ մնե եւ անձանոթի իրարու հետ առանց ազգային նպատակի ծառայելու բարձրապես իբրև բիզնեսի եւ տուն այդտեղս ուրեմն տուն ինձի բարդական ես եսալ քեզի այս բանը գուտամ եթե դաս եթե չի դաս եթե ասպես կլա գիտեք ախր գոնե եթե բիզնես ճիշտ բիզնես անեին, ապա երկիրը կբարգավաճեր, բիզնեսի հասկացողություն էլ չունեն, որտեղ բիզնեսը նշանակում է, որ պետք է եւ պետությունը օգտվի, եւ ժողովուրդը պետք է օգտվի, չէ՞, որ չի կարող միակողմանի բիզնես լինել։ Այսօրվա օրով Հայաստանի պետությունը քանդվում է, երկիրը դատարկվում է, նշանակում է իրենք լավ բիզնես չեն արել, չէ՞։ Եթե իրենք լավ բիզնես արած լինեին, ապա հայերը կձգտեին Հայաստան, իրենց բիզնեսները Վրաստան չէին տանի, հարևան պետություններ չէին տանի, չէին արտագաղթի, նշանակում է բիզնեսի հասկացողություն նույնիսկ չունեն, ոչ միայն մարդկային, որպես հայ, ասենք ազգային, մոռանանք դա, այսինքն, երբ որ գիտես, որ գյուղացին այսպիսի ծախսեր ունի իր առողջապահական կրթության, ընտանիք կազմելու, տուն տեղ պահելու համար, ինչպես կարող ես դու իրենից այդպիսի հարկեր պահանջել, իրենից այդպիսի ջրի, գազի, լույսի մնացած ծախսեր, ինչպես կարող ես։ Այսինքն հաշվարկները այնքան աբսուրդ են, աշխատավարձը մարդու Հայաստանի ու իր, ասենք, հարկերը ու իր պարտականությունները չեն համապատասխանում իրար։ Բիզնես, եթե որևէ պետություն կամ որևէ բիզնես, եթե ուզում է, ասենք, դրամ վաստակի եւ հաջողակ լինի, ապա այնպես պիտի լինի, ամեն մարդ ձգտի այդ բիզնեսի մեջ, այդ երկիրը գնա, չէ, աշխատի այնտեղ, արտադրի, լինի գյուղատնտեսության, լինի արդյունաբերության մեջ։ Ոչ ոք այսօր Հայաստանում չի ուզում, բացի այն օլիգարխներից, որ ամբողջ էկոնոմիան իրանց ձեռքերի մեջ ունեն։ Այսինքն ծեվում իշխանությունը ժողովրդին կարևորությունը կամ պետք չի զգում։ Գիտեք, զգում է, չեն կարող ասել, որ չի զգում է, բայց տանուլի է գնացել, ինքը շատ վատ բիզնեսմեն է, շատ վատ ղեկավարում է, վարչապետից բռնած նախագահը, նրանք շատ վատ են ղեկավարել Հայաստանը այս վերջի 23 տարիների ընթացքում, շատ վատ են կառավարել, որի արդյունքը ներկա իրավիճակն է, արտագաղթը, դատարկ գյուղերը, դպրոցների փակվելը եւ կրթության այսօրվա սակագները եւ այլն եւ այլն։ Այսինքն նույնիսկ այսինքն վերջին քաղաքացիական պորտկումը 100 դրամ երթևեկության համար, երբ որ ուզեցին բարձրացնել 150 դրամի, քանի որ բենզինը թանկացել է, այսինքն իրականության մեջ ոչ թե նրա համար էր ըմբոստացումը, որ 150 դրամը շատ թանկ է, ոչ, աշխարհով այդպիսի նույնիսկ գներ չեք կարող գտնել, բայց համեմատած Հայաստանի քաղաքացու եկամուտին, երբ նա պետք է որ օրական մի քանի անգամ ավտոբուս նստի, իր վաստակածը ինչ է, որ այդպիսի գումարներ տա, նույնիսկ այդպիսի փոքրիկ գումարներ տա 150 դրամ ավտոբուսի չի համապատասխանում պարզապես, ու այս հաշվարկները լրիվ աբսուրդ են, չեն համապատասխանում իրար։ Եվ նույնիսկ այդ որոշումի առածևը, այնպես իրենք ինչպես որ առնում են առանց ժողովրդի ուրեմն մասնակցության, արդեն ադիգա ավելի վտանգավոր է։ Այսինքն ժողովրդավարություն չեն կարող նույնիսկ այդ մասին խոսել, չկա այդպիսի բան։ Ժողովրդի կարծիքը որևէ հարցում չեն հարցնում, այսինքն պարզ բան, որ քվեարկություններ չկան, արդար ազնիվ քվեարկություններ չկան Հայաստանում, չէ՞, մենք այդ շատ լավ գիտենք, հենց 90-ական թվականներին, ի սկզբանե սկսեցին
այս կոռուպտացումը մտցնել բոլոր բնակավարերի մեջ։ Այսինքն եւ վերջում դուրս եկա որ իրենց խափեցին։ Հասկանում եք, կորուստը ոչ միայն հայ ժողովրդինն է, հայ պետականությունն է։ Հայ պետականությունը այսօր վտանգված է, որովհետև ժողովուրդը արտագաղթում է, մարդ չի ուզում մնալ Հայաստանում։ Մնացողներն էլ պարզապես աղքատ վիճակի մեջ են, բացի ասենք որոշ խավի, որոնք ասենք իրենց համար քարտ բլանշ ունեն, ինչպես ասում են, եւ ուզածի պես առանց օրենք հարգելու, առանց պատասխանատվության ապրում են, մարդկանց նվաստացնում են, ոչնչացնում են, սպանում են։ Այսօր դժբախտաբար ես կարող եմ ասել, որ մաքուր պաշտոնյա չկա։ Այսինքն բոլորի ընտանիքներում ինչ որ սխալ բաներ են տեղի ունեցել, որ իրենք օրենքի առաջ, ասենք, պատասխանատվություն չեն կրել։ Մեկի զավակը ինչ որ քաղաքացու է ավտոմեքենայի տակ դրել, պատասխանատվության չէ կանգնել դատարանի առաջ, մյուսը, չգիտեմ, առանց զավակը համալսարան գնալու դիպլոմներ է դոկտորայի ձեռք բերել։ Ամեն մարդ, այսինքն աթոռի նստած կամ քաղաքացին ինչ որ ծուռ ճանապարհներով ինչ իրեն աթոռին պահել է ու չկա, այսինքն պետությունը այսօր 23 տարի պարզապես կորցրել է եւ ինքիրեն է վնաս տվել ավելի, քան թե ասենք թե անշուշտ ժողովուրդն էլ է կորուստ կրել, բայց ավելի պետությունն է նվաստացել, փոքրիկացել է եւ չհարգված է եւ չի բարգավաճել փաստորեն։ Պետությունը հաջողած կլիներ, եթե ժողովուրդը հաջողած լիներ, բայց այստեղ ժողովուրդը քանի որ փախնում է երկրից, աղքատացած է եւ երկրի համբավը գիտեք որքան ստոր դասերի վրա է իջած, նշանակում է, որ չի հաջողած այս պետությունները 23 տարվա Հայաստանի ազատանկախ պետությունները չեն կարողացել կառավարել այնպես, որ իրենք էլ հաղթեին, իրենք էլ լավ ապրեն, ժողովուրդն էլ լավ ապրել։ Առանց ժողովրդի պետությունը ոչնչություն է։ Լավ, հիմա Սպիրկահայը ինչ ձևով կրնա Հայաստանի մեջ իր թերը խաղալ, Սպիրկահայը ասելով մենք ունենք դարբեր ձևի մարդիկ, որոնք մեկ մասը գիտագից են, մեկ մասը անգիտագից են, մեկ մասը հետաքրքրված չեն եւ գիտագիցներու թիվը, այսինքն դոգոսային դեսագետով դեռևս 5-10 հարյուրն է, եթե այդպես լավ թիվ մը կրնալ։ Ինչպես կրնանք շարժել այս ժողովուրդը եւ ինչ բանն է որ կգեցնե, որ մենք ավելի մասնակցություն ունենանք, ավելի ակտիվ լինենք, մեր գազམ་ագործություններու մասին կխոսենք, բայց ուրեմն Հայաստանի մեջ կա երիտասարդական շարժումը, Սպիրկի մեջ այդ շարժումը կա, արդյոք կամ կարելի այդպիսի բան ստեղծել, որ ավելի մղե փոփոխություն Հայաստանի մեջ եւ մեր Սպիրկի մեջ, ավասիկ։ Այո, լուծումը հետեւյալն է, Սպիրկահայի լուծումը։ Նախ պատկանելություն, պետք է պատկանեն կուսակցություններին, կազմակերպություններին եւ այդ կազմակերպություններին պետք է ստիպեն, որ խզեն կապերը Հայաստանի կոռուպտացված իշխանության հետ։ Այն նախարարությունները, որ կոռուպտացված են, այն նախարարները պետք չէ հարգվեն Սփյուռքում, պետք չէ հրավիրվեն այստեղ։ Սփյուռքահայը պետք է որ ուրեմն պահանջի իր կուսակցություններին լինի Ռամկավար Դաշնակցական, Հնչակյան, հայ բարեգործական ընդհանուր միության բարեգործական միություններին, Armenian Assembly-ին, մնացած Հայաստանի հիմնադրամը ընդհանրապես պետք է կտրի իր կապերը Հայաստանի իշխանության հետ, նույնիսկ եւ Արցախի իշխանության հետ, որ նույնպես կոռուպտացված է։ Ու խզելով այդ կապերը ուրեմն չի նշանակում, որ Սփյուռքահայը պիտի կատարվի հայրենիքից, հայ ժողովրդից եւ պիտի չմասնակցի ժողովրդին օգնելուց ֆինանսապես, բարոյապես,
ինչպես որ կարող է այս կազմակերպությունը ընդհակառակը պետք է անկախ Հայաստանի կոռուպտացված իշխանությունից պետք է շատ ավելի ակտիվորեն աջակցի պայքարող ժողովրդին, որպեսզի ժողովուրդը մնա հողի վրա, որպեսզի ժողովուրդը բարիկեցիկ ապրի, որպեսզի ապահովի Հայաստանի քաղաքացիների, ասենք, ֆինանսական պետքերը, իրենց ամեն տեսակի տեխնիկական պետքերը, կրթական պետքերը, ամեն տեսակ պետքերը։ Ուստի Սփյուռքահայերը պետք է նախ պատկանելիություն ունենան Սփյուռքի կազմակերպությունների մեջ, եթե չկան, ապա պետք է մենք կազմակերպվենք, պետք է նորերը պետք է առաջ գան։ Պետք է առաջ գան այնպիսիները, որ ունենան ուրեմն համաշխարհային network, ուրեմն կազմակերպչական, ասենք, ցանց, եւ ուրեմն այս ցանցը պետք է անջատի իրեն կոռուպտացված Հայաստանի իշխանությունից եւ պետք է անարգի նրանց, պիտի թույլ չտա որ գան Սփյուռք, պետք չէ ծափահարենք, լինի Սերժ Սարգսյան, լինի, չգիտեմ, Տիգրան Սարգսյան եւ այլն եւ նախարարները մնացած նախարարները։ Կամ իրենց կոնսուլները այստեղ, հյուբադոսները կամ տեսփանները, ես զարմացա վերջին հյուբադոսի մասին այնպիսի բաներ գրված էր թերթերու մեջ, ես զարմացա թե ինքը այդպիսի բաներ արած է եւ լուրջ ունեի որ ուրեմն պետք է խզենք կապերը այս կոռուպտացված իշխանության պաշտոնյաների հետ, որ նրանք հասկանան, որ նրանք Սփյուռքում անելիք չունեն, նրանց անելիքը պարզապես կամ ազնվանալն է, կամ պետք է որ համակարգը շտկվի եւ պետք է որ մինչեւ ազնիվ իշխանություն չունենանք, որ հոգ է տանում մեր հողը, մեր երկիրը, մեր ժողովուրդը, ապա նա տեղ պիտի չունենա, հարգանք պիտի չունենա Սփյուռքում։ Իսկ սփյուռքահայերը նույնպես անելիքներ ունեն, ինչպես ասեցի, պետք է կազմակերպվեն եւ պիտի սխալին ասեն սխալ, ճիշտին պետք է ասեն ճիշտ եւ պետք է որ կեղծավորությամբ ուրեմն ընդունենք մեր կոռուպտ եւ գողավազակ իշխանության պաշտոնյաների։ Մեր խոսքով մենք պետք է մեր ներքնաբես ազատագրվենք։ Այո։ Մեր ներմուծեն են, դկյութեն են, կեղծավորություն են։ Այո։ Եվ եթե մենք չենք ազատագրված ներքնաբես, ինչպես կգնանք ազատագրել հայրենիքը։ Այո։ Այո, այսինքն գիտեք բարերարներ կան, որ ինչը որ Տիգրան Սարգսյանի կամ Սերժ Սարգսյանի մնացած պաշտոնյաների հետ չալախաջ ուտեն, ճաշ ուտեն, չգիտեմ ինչ, կգնան ժողովրդին կծախեն։ Դա ծախել է նշանակում։ Ազնիվ ժողովրդին, սփյուռքահայերին լինի Հայաստանի ազնիվ ժողովրդին նշանակում է ծախել։ Եթե անազնիվի հետ դու սեղան ես նստում, եթե դու իրեն ասում ես դու լավն ես, երբ գիտես, որ նրա արած գործը շատ թերի է։ Եթե մեկը, այսինքն այս նախարարները եթե կարող չեն, ապա պետք է բարի լինեն, հրաժարվեն իրենց պաշտոններից, որտեղ շատ ավելի կարող եւ ազնիվ հայեր կան, որ կարող են շատ ավելի մեծ գործեր անել։ Այսինքն գիտենք, պետք է որ ծրագիր ունենանք, հայապահպանման, ազգապահպանման, երկիրը պահպանման ծրագիր պետք է լինի։ Որուն շահին գուկա, որ Հայաստանը այս վիճակին մնա եւ ավելի վատանա։ Բնականաբար հայ ժողովրդի թշնամիներին։ Եվ այդ թշնամիները շատ են։ Թշնամիները շատ են։ Եվ գիտեք ինչ, ես օրինակի համար չեմ կարող, ասենք, մեր ղեկավարությանը, որոնք ասենք կոռուպտացված են, գողություն են անում, անազնիվ են, ես չեմ կարող ասել, որ նրանք, ասենք, չեն կարող փոխվել, չեն կարող ազնվանալ եւ այլն։ Նրանք այդպես են, որովհետեւ ազգային ծրագիր չունենք, համակարգ չունենք, որտեղ իրենց գործը ուրեմն կլինի հետևել ազգային ծրագիրը։ Նրանք իրենց ուզածը անում են, իրենք ասենք ազգային բյուջեն յուրացնում են, որովհետեւ ուրեմն իրենք ունին աբազգային ծրագիր։ Այո, որտեղ ծրագիրը այնպիսի խարխուտ, այնպիսի ոչ պրոֆեսիոնալ շինված է, որ կարողանան գողանան, որպեսզի կարողանան իրենք յուրացնել, պետք է որ փոխվի այդ համակարգը այնպես, որ որևէ մարդ, ով էլ որ նստի այնտեղ, չկարողանա գողություն անել, չկարողանա չհարգի հայ ժողովրդին, չկարողանա անազնվությամբ զբաղվել, պետք է ծառայի այն նպատակներին, որ իրեն առաջ դրված կլինի։ Ուրեմն մի քիչ կնաս խոսել արտարատադության legal system-ը Հայաստանի։ Կարծում եմ ամենա կոռուպտացված
համակարգը, որ ժողովուրդը ընդհանրապես վստահություն ունի եւ հարգանք ունի, դա իրավադատական համակարգն է Հայաստանի։ Եվ անշուշտ պատճառները շատ են, ոչ թե նրա համար, որ ասենք գիտելիքների պակասը կար, որպեսզի ստեղծվի այնպիսի համակարգ, որ այսինքն սահմանափակվի այդ կաշառակերությունը, սահմանափակվի այդ խնամի բարեկամ, չգիտեմ, ազգական նման, ասենք, խարդախությունները դատական սիստեմայի մեջ։ Եվ ժողովուրդը ընդհանրապես վստահություն ունի եւ դա կարծում եմ նույնպես շատ կարեւոր դեր է խաղացել ժողովրդի վստահությունը կորելու մեջ իր հայրենիքի հանդեպ, իր պետության հանդեպ, իր իշխանության հանդեպ։ Եվ չլուծվելիք հարց չի։ Այդպիսի խնդիր չկա, որ չլուծվի աշխարհում։ Մենք կարող ենք լուծել այդ հարցը։ Սակայն այս համակարգը, այս իշխանությունները չեն ցանկա, իրենց շահերին չի, որ ունենանք արդար եւ ազնիվ համակարգ։ Իրենց շահերին չի պարզապես։ Գուզեմ երրորդ տեսահերիզը ցույց տալ, երկրորդին ժամանակ չկա։ Երրորդ տեսահերիզը ուրեմն որ 1 րոպե 41 մոտ 2 րոպեանոց է, երրորդ վիդեոն դիտենք, որտեղ միայն 2 րոպեանոց է, դիտենք ադիգա, որտեղ գաչարակերության հետ կապված է եւ ամիջապես կմիանանք դեպի շնորհակալություն։ Հայաստանում մարդկանց 18%-ը խոստովանել է, որ անցած տարվա ընթացքում կաշառք է տվել։ Մարդիկ ամենաշատը կաշառք են տվել առողջապահական համակարգում 24% եւ ոստիկանությունում 21%։ Դատական համակարգում այս ցուցանիշը կազմել է 18, իսկ կրթության ոլորտում 12%։ Հարցվածների կեսից ավելին 53%-ը կարծում է, որ կառավարության պայքարը կոռուպցիայի դեմ անարդյունավետ է, իսկ ճնշող մեծամասնության 82%-ի կարծիքով։ Վերջին 2 տարում Հայաստանում կոռուպցիայի մակարդակն աճել է կամ մնացել է նույնը։ Հայաստանի բնակիչների 69%-ի կարծիքով երկրում ամենակոռումպացվածը դատական համակարգն է, որից հետ չեն մնում պետական ծառայողները 68%։ Բնակիչները ոչ պակաս կոռումպացված են համարում ոստիկանական եւ առողջապահական համակարգերը, երկուսի դեպքում էլ 66%։ Մարդկանց կեսից ավելին կարծում է, որ կրթության ոլորտը նույնպես կոռումպացված է։ Եվ ոչ մի սրբություն։ Հայաստանում 3 մարդուց մեկը հավատացած է, որ կրոնական համակարգում նույնպես կաշառակերություն կա։ Եթե աշխարհում մարդկանց 67%-ը հավատում է, որ շարքային քաղաքացին կարող է փոփոխություն մտցնել կոռուպցիայի դեմ պայքարում, ապա Հայաստանում քաղաքացիները դրան կրկնակի քիչ են հավատում՝ 37%։ Դրական պետք է։ Ինչ կուզեք ուզել այդ ուղղությամբ Անժելա։ Կուզեմ ասել, որ հիասթափվել պետք չի, պետք չի մենք հուսալքվենք, մենք պետք է որ մեր ուժերի վրա հույս տնենք եւ բոլորս միասին այս հարցերը լուծենք, լուծվելի հարցեր են եւ պիտի լուծվեն։ Ես լավատես եմ, ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը հասկանում է, որ ժամանակավոր իրավիճակ է այս իշխանությունը, որ սրանք կգնան եւ մենք կգազմենք այն ազատ անկախ Հայաստանը, որ մեր պապերը եւ մենք ինչու՞ չէ երազում ենք ունենալ։ Այո, մենք պետք չէ հասկանանք, որ մենք այստեղ հանգիստ իրավիճակի մեջ ենք։ Մենք պետք է հասկանանք, որ մենք Հայաստանի մեջ ենք եւ անհանգիստ իրավիճակի մեջ ենք։ Եվ այդ ուղղությամբ է որ պետք է մենք պայքարենք։ Եթե մենք հասկանանք, որ մենք հանգիստ եւ գուտենք կխմենք կվարգենք եւ որևէ կապ չունենք, ուրեմն մենք ոչինչ կրնանք անել։ Ուրեմն այդ անհանգստությունը մեզ պետք է շարժե, որովհետեւ մենք ամեն մեկը իր կարողության սահմաններում մեջ աչքերնից փանանք եւ անենք այնինչ որ մենք կարող ենք անել եւ փաստենք աշխարհին, որ մենք կանք եւ պիտի մնանք։ Այս ծավալը կվերջացնեմ իմ ծրագիրս, շնորհակալություն Անժելա ջան, ցեզի շնորհակալություն, որ դիտեցիք այս ծրագիրը, կանտիվին եկող չորեքշաբթի ժամը 10-ին գիշեր բարի։ Գիշեր բարի։